Տրամադրությունները բնականաբար բարձր են, մենք զգում ենք հասարակական տրամադրվածությունը մեր հանդեպ, դրանով պայմանավորված բավական հանգիստ մարտական, ոնց որ ասում եմ, վիճակում ենք, աշխատել ենք, շփվել ենք քաղաքացիների հետ, ներկայացրել ենք մեր ծրագրերը, մեր դիրքերը բավական լավ են, առաջատար դիրքերում ենք վստահ կարող եմ ասել, նաև ունենք որոշակի հարցումների տվյալներ, որը եւս մեկ անգամ փաստում է, որ ոչ միայն մենք ճիշտ ենք զգում հասարակական տրամադրությունները, այլ նաև թվերն են խոսում դրա մասին։ Առաջիկայում կարևոր օրեր են, դա նույնպես փորձելու ենք անելու ենք առավելագույնը, որպեսզի էֆեկտիվ օգտագործենք մեր ակնկալած արդյունքը ունենալու համար։ Միևնույն ժամանակ գիտենք, որ այս իշխանության կողմից լինելու են սադրանքներ, լինելու են պրովոկացիաներ, դրանք կլինեն տեղեկատվական, ուրեմն գրոհի տեսքով, ոնց որ իրենք սովոր են անել, չէ՞, տարբեր ուրեմն ֆեյքերով, լրատվական կայքերով եւ ֆեյքերից չտարբերվող բարձրաստիճան պաշտոնյաների ուրեմն խոսույթով։ Ցանկացած ընտրություն իրականում կարևոր է, որովհետև եթե միտեղ տեղի ունենում ընտրություն, նշանակում է այդտեղ կա համայնք, այդտեղ ապրում են մարդիկ։ Իսկ փոփոխությունները հնարավորին չափ պետք է անել բոլոր համայնքներում, հետո արդեն համապետական ընտրություններում ունենալ շատ ավելի մեծ արդյունք։ Հայրենիք կուսակցությունը մշտապես կարևորել է համայնքային ընտրությունները, ազգային ժողովի նախորդ ընտրություններից հետո, որ համայնքում եղել ընտրություններ, գրեթե բոլորում մենք մասնակցել ենք, ունենք մեր ավականուհիների կազմերը։ Սա քիչ ավելի կարևոր ընտրություն է, որովհետև ոչ միայն որ ազգային ժողովի ընտրություններից առաջ է ուրեմն տեղի ունենում, այլ նաև սա Էջմիածին համարում է հոգևոր մայրաքաղաքը։ Ու դա տեղի ունենում այս ընտրությունների այն պայմաններում, երբ որ տեսնում են երկրի իշխանությունները ուրեմն ամեն ինչ անում են եկեղեցու դեմ, ուրեմն գրոհ, պայքար մղելու ֆոնին։ Ինչի եմ ասում եկեղեցու դեմ, ուզում եմ այս մասն էլ ավելի հստակ բացեմ, որովհետև ես գիտեմ, որ հասարակության մի հատվածի մոտ կա որոշակի բացական վերաբերմունք, օրինակ կլինի կաթողիկոսը, թե բարձրաստիճան որոշ հոգևորականներ։ Մնացած ճնշող մեծամասնությունը շատ բարձր են գնահատում եկեղեցու դերը ու այս ֆոնի վրա, երբ որ օգտագործում են նաև Նիկոլ Փաշինյանը այստեղ սադրանքներ հրահրելու, եկեղեցու դեմ արշավ իրականացնելու քայլերը, հիմա պետք է բացենք, ինչ է դա նշանակում, օրինակ ինչ է նշանակում, որ երբ որ մենք ասում ենք, որ պետք է պաշտպանել եկեղեցին, իշխանությունը ասում է մենք իշխանության դեմ չենք անում, այլ անում ենք կաթողիկոսի դեմ եւ առանձին բարձրաստիճան հոգևորականների դեմ։ Հիմա եթե դուք դա անում եք բարձրաստիճան հոգևորականների դեմ, ոչ բարով իշխանություններ, այդ դեպքում չի գնում կարգալույծ եղած քահանաների պատարակներին մասնակցում։ Եթե դուք համարում եք, որ այդ քահանաները ապօրինի են կարգալույծ եղել, այդ ձեր իրենց տրամաբանության մեջ նշանակում է այդ քահանաները նաև ապօրինի նշանակվել են։ Այդ քահանաները ապօրինի իրականացրել են, ուրեմն կնքելու արարողություններ, հարսանեկան արարողություններ, թաղման արարողություններ, դրա լուծումը ո՞րն է։ Այսինքն ինչ են առաջարկում իշխանությունները։ Լուծումը ո՞րն է, կարող են այդ հարցին պատասխանել, վստահ եմ չեն կարող պատասխանել։ Իրենք ուղղակի քողարկում են իրենց իրական նպատակը, սա ուղիղ հարված է եկեղեցուն։ Եկեղեցին, չէ, մայրաթորը գտնվում է Էջմիածնում ու հիմա պետք է մենք բոլորս կարողանանք համախմբվենք, մերժենք ԿՊ-ին եւ եկեղեցու դեմ գրողների համար եւ ընդհանուր համայնքի վիճակի համար։ 7 տարի այս մարտիկ իշխանություն են։ 7 տարի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Վաղարշապատ համայնքում, Էջմիածինը եւ գյուղերում իշխանություն են, ինչա փոխվել։ Մի քանի հատ ուրեմն բակ են ասֆալտ արել, Համ երկու հատ երև մանկապարտեզ են բացել, ես նայում եմ երեք էր, թե դրա առաջ օր, ուրեմն մանկապարտեզի բացում են անում, բայց ասում են մասնաշենքի մի մասը կբացվի, չգիտեմ, 15 օր հետո այն մնացածը մինչև տարվա վերջ կավարտվի, այսինքն նույնիսկ այս ընտրությունների
ֆոնին մանկապարտեզի բացումներն են սկսում արագանել, դեռևս շինարարությունը չավարտված, որ մարդկանց ուրեմն կարողանան ինչ-որ մի բան ցույց տալ։ Բայց 7 տարի կրկնում եմ իշխանության էին։ Պետք է այդ աշխատանքները այնքան շատ արվեր, որ չմտածեն դեռևս շինարարությունը չավարտված մանկապարտեզը ուրեմն բացում անեն, մի հատ էլ այդպես մեծ շուկով վաճառեն քաղաքացիների համար։ Մենք տեսնում ենք շենքերի մուտքերը ինչ վիճակում են, տանիքների վիճակը, շենքերի տանիքների վիճակը, փողոցները, այսինքն ամենուր խնդիրներ են, եւ մենք ինչ ենք ասում։ Հայրենիք կուսակցությունը Խաչիկ Մանուկյանը հստակ խոստանում է, չի լինելու մեկ երեխա, որը զրկված է լինելու մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից, այսինքն որ ասեն հերթեր է, չգիտեմ, շենք չկա, չի լինելու, կրկնում եմ, մեկ երեխա չի լինելու, որը չկարողանա ուրեմն այդ հնարավորությունը ունենա։ Մենք ասում ենք բոլոր շենքերի, բոլոր մուտքերը անխտիր վերանորոգելու ենք։ Գյուղական համայնքներում մենք ասում ենք ամեն մի գյուղ ունենալու է իր գյուղատնտեսը, որը անվճար գնալու է մարդկանց այգիներ եւ խորհուրդներ է տալու, ինչպես ճիշտ մշակել, ինչպես արդյունավետ մշակել։ Այսինքն ու այսպես տարբեր խոստումներ, նախընտրական ծրագիր ենք ներկայացնում, որի համար մենք տեր ենք, պատասխանատվություն ենք կրում ու կրելու ենք մեր իշխանություն ունենալու դեպքում։ Շատ խախտումներ կա, չէ՞ որ ԿՊ-ն անում է վարչական ռեսուրսի, բոլոր առումներով, այստեղ էլ ինչ-որ նոր բան չկա ասելու, էլի ամեն ինչ այնքան ակնհայտ է, բայց ինչ-որ մի փոքր օջախ է ստեղծել, որ վաղը ընդդիմադիր ուժերի հանդեպ սկսեն ռեպրեսիաներ ավելի բիրտ ձևով, իսկ արդեն այդ ճնշումները կա ու դա պայմանավորված է նրանով, որ մարդկանց մեջ կա վախ, այսօր որևէ մեծ թե փոքր բիզնեսմեն ռիսկ չի անում, ուրեմն բացահայտ դուրս գայից իշխանությանը պետական աշխատողները խուսափում են գալ քարոզարշավներին, հանդիպումներին, հետո են ուրեմն մեսիջներ ուղարկում, որ պետքա ուրեմն մեր դրության մեջ էլ մտնեք աշխատանքից կհեռացնեն։ Ինչ-որ մի քայլ արեցին, հող են նախապատրաստում հետագա ճնշումների համար։ Մենք գնահատում ենք այս իշխանության գործունեությունը բնականաբար, թե ինչպիսին է, մենք գիտենք, որ կիսա ժողովրդավարական իշխանություն ունեն կամ շատ թույլ ժողովրդավարական, հետևաբար մեր քայլերով, մեր աշխատանքով դիմադրելու ենք ու վստահ եմ հաջողելու ենք։ Շատ տարբեր է իրավիճակը իրականում, եւ մեր տեխնացուի մասով Խաչիկ Մանուկյանի, եւ մեր թիմի մասով, եւ բնականաբար կուսակցության մասով։ Նախ հայրենիք կուսակցությունը երբեք չի եղել իշխանության ու հետեւաբար մեզ մեղադրել թալանի, կոռուպցիայի, Արցախը հանձնելու, չգիտեմ, ու մնացած այլ մեղքերի մեջ չեն կարող։ Խաչիկ Մանուկյանն էլ երբևէ բարձր պաշտոն չի եղել, չի թալանել, գրող հրապարակախոս, ինտելեկտուալ մարդ է, ով իր աշխատանքով, իր քրտինքով ապրում է։ Նույնը մեր մնացած ավականու տեխնացուները։ Հետևաբար ինչի համար կամ պետքա բերեն գրպանը մի բան գցեն, բռնեն տանեն, ինչը զավեշտ է։ Այլ պատճառ չկա մեր հանդեպ նման քայլերի գնալու, այսինքն մեր տեխնացուն մրցունակ, ազնիվ, անկեղծ մեր թիմը մարդիկ են, որ նման սցենարների մտավախություն մենք չունենք։ Բնականաբար կլինեն որոշակի փորձեր, ճնշումների, թող լինեն դրա պատասխաններ կստանան։ Մենք այնպես չի թույլ վիճակում ենք, որ մեր հետ ոնց ուզենան վարվեն։ Ոնց կվարվեն դրա adekvat պատասխանը իշխանությունը կստանա։ Ու զուգահեռներ տանելը ինձ համար անընդունելի է։ Ու ես հիմնավորում եմ, թե ինչի անընդունելի է, այդ մտավախությունը մեր քաղաքացիները պետքա չունենան, քվեարկելով մեր կուսակցության, մեր տեխնացուի օգտին, իրենք ունենալու են տեխնացու, ով իրենցից մեկն է, ոչ թե ժամանակին, չգիտեմ ինչերի մեջ է եղել, արել է, չի արել, չգիտեմ, թալանել է, բեսպրիձել է արել կամ ինչեր է արել։ Մենք ունենք մրցունակ, ազնիվ տեխնացու, մենք ունենք մրցունակ, ազնիվ պայքարող թիմ։ Յուրաքանչյուր քվեն, որը կտրվի մեզ,
դա կօգտագործվի ի նպաստ այն մարդկանց, ովքեր քվեարկել են ուրեմն մեր կուսակցության օգտին, Խաչիկ Մանուկյանի օգտին, ովքեր նույնիսկ չեն քվեարկել իրենց օգտին էլ, որովհետև Խաչիկ Մանուկյանը լինելու է վաղ շաբաթ համայնքի բոլոր քաղաքացիների համայնքապետը։ Ես արդեն նշեցի, որ գյուղական համայնքների մասով այն ինչ որ մենք առաջարկում ենք, միայն մենք ենք առաջարկում ամեն գյուղում որ լինի գյուղատնտես, մի քիչ բացեմ էլի, ինչի է այդ ծրագիրը կարևոր իրականացնել։ Տեսեք, գաղտնիք չի, որ մեր երկրում գյուղատնտեսությունը իրականացում է պապերից եկած ավանդույթների հիման վրա, այստեղից այնտեղից լսած նորարարությունների հիման վրա։ Հետևաբար դա պրոբլեմ է ու կարիք ունենք բարձր ուրեմն արդյունավետություն ունենալու։ Այսինքն եթե մի հեկտարից ստանում ես, չգիտեմ, պայմանական ասենք 1 տոննա բերք, պետք է ստանաս 2 կամ 10, չէ՞։ Իսկ դա ոնց անես։ Այ դրա պատասխանը մարդիկ փորձում են տարբեր ուղիներից գտնել։ Մասնագետներ տրամադրելու դեպքում այդ մասնագետները մարդկանց կհուշեն ոնց ճիշտ մշակեն, ոնց ճիշտ իրականացնեն գյուղատնտեսական աշխատանքները։ Հաջորդ խնդիրը, երբ որ մենք խոսում ենք, ասում ենք, այ մի տարի պամիդորն են շատ մշակել, մի ուրիշ տարի, չգիտեմ, ծիրան իրացման խնդիր կա, մյուս տարին խաղողի մթերման խնդիր կա։ Ոնց ենք մենք այդ խնդիրները պատրաստում մեղմել։ Համայնքի ղեկավարը մեր ընկալման մեջ այս 30 տարիների դիտվել է մարդ, ով պետք է մաքսիմում ասֆալտ անի, գնա որոշակի պաշտոնական արարողությունների մասնակցի եւ թուղթ չտա, որ մարդիկ գնան ինչ որ տեղեկանք ուզելու կամ այդ տեղեկանքը տա մարդկանց ասեն լավ է այդ տեղեկանքը մենք ստացանք։ Կոնցեպտը մենք ամբողջովին այլ կերպ ենք պատկերացնում համայնքային իշխանության։ Համայնքի ղեկավար ինքը պետք է գնա փնտրի ներդրողներ, գրավիչ առաջարկներ ներկայացնի ներդրողին, որպեսզի այդ ներդրողը գա ու իր համայնքում ներդրումներ անի։ Համայնքի ղեկավարը Խաչիկ Մանուկյանը, մեր տեխնացուն, պատրաստ է գնալ գտնել միջնորդ կազմակերպություններ, ովքեր կգնեն գյուղացուց բերքը կարտահանեն ուրեմն այլ երկրներ, որպեսզի կարողանանք ավելացնել, բարելավել մարդկանց կյանքը։ Այսինքն ստանդարտ, այս նորից եմ ասում, բոլոր համայնքներում եղած այս 30 տարիների համայնքապետերը, համայնքային իշխանությունները, ովքեր որ եղել, մենք դրանից բոլորովին այլ պատկերացում ունենք համայնքային իշխանության մասին։ Մեր կուսակցության հաղթանակի դեպքում մենք դա գործով կապացուցենք, որովհետև նորից եմ ասում են ազգային ժողովի դիմաց են ոչ միայն ազգային ժողովի ընտրություններ են մոտ 7 ամիս հետո էլի ընտրություններ են, հետո էլի ընտրություններ են ու բացի ընտրությունները այս մարդիկ ապրում են այս համայնքում։ Այսինքն վաղը նույն Խաչիկ Մանուկյանը եւ մնացած մեր այլ ուրեմն ավականու տեխնացուները համայնքապետի ունենալու դեպքում դուրս են գալու մարդկանց հետ շփվեն, չէ՞։ Այսինքն ո՞նց ենք պատկերացնում, պետք է այդ խոստումները, որոնք տրվել է, բնականաբար պետք է իրականացնեն, որպեսզի եւ իրենց անունը պահեն եւ կարողանան մարդկանց հետ շփվել։ Ոչ թե ինչպես տեսնում ենք, նստեն ծառայողական մեքենաներ, ստեղից գնան այնտեղ կամ ընտրությունից ընտրություն հիշեն։ Ինչ ունեմ ավելացնելու։ Շատ պարզ բան։ Ես գիտեմ, որ մարդիկ այդ նախկին ներկա այդ ընտրանքից հոգնել են։ Ես գիտեմ, որ մարդկանց մեջ իրականում չկա կամ շատ ցածր է հավատը քաղաքական ուժերի հանդեպ, տեխնացուների հանդեպ։ Ասում են, մարդիկ տարիներ շարունակ տեխնացուները, կուսակցությունները եկել են, սիրուն խոսել են, գնացել են, որն է երաշխիքը, որ այդ փոփոխությունը դուք իրականացնելու եք։ Հիմա նախ ուզում եմ այդ հարցին պատասխանել։ Իսկ որն է երաշխիքը, որ այնուամենայնիվ այդ փոփոխությունները կլինեն։ Մի դեպքում այդ երաշխիքը, երբ որ մարդը տեսնի այնով իրեն ուրեմն ղեկավարել է, ինքը այդ ձայնը տվել է, այդ քաղաքական ուժերը այլևս իրեն իր սպասումները չեն արդարացրել։ Ինքը պետք է գնա ընտրի այլ քաղաքական ուժի, ով իրեն հուսախաբ չի արել։ Գոնե այս մասով, չէ, մենք կրկնում եմ, նոր հայտ ենք ներկայացել ու մեզ չեն կարող մեղադրել տարբեր մեղքերի մեջ։ Իսկ եթե ուզում են, որ վատը լինի, իրանք երաշխավորված գիտեն, որ այն իշխանությունը, որ կա, իրանք դա տեսել են։
Հետևաբար երաշխիքը մարդու ուղեղում է, երաշխիքը մարդու քվեարկության մեջ է։ Երբ որ ինքը գնում է իր աչքի տեսածը, որից դժգոհ է, մերժում է, գալիս քվեն տալիս է հայրենի կուսակցությանը։ Ինչի մենք դա պետքա իրականացնենք։ Հայրենի կուսակցությունը 5 տարի իր քաղաքական գործունեությունը ծավալում է եւ մենք չենք պատրաստվում 5 տարի հետո քաղաքական ուրեմն գործընթացներից դուրս մնալու, հաջորդ իշխանությունը մենք ենք լինելու, հետեւաբար ամեն ինչ անելու ենք, որ մեր տված ամեն խոստում իրականացնենք, դուրս գանք մարդկանց մեջ, պարզ, ճակատ, շփվենք, խոսանք ու շարունակենք մեր քաղաքական գործունեությունը իրականացնելու։